Իհարկե շատ լավ է լինում, երբ որ ամուսիններով հայրն ու մայրը նույնն են ասում, ոչ թե հայրը ասում է դրա ոչինչ հիմա խաղա թող խաղա, մեր ասում է ոնց թե այդ խաղը խաղա։ Երկուսով նույն բան ասելը դա շատ կարևոր է։ Նաև ինչն է դժվարացնում հիմա երեխայի դաստիարակությունը։ Դժբախտաբար բաժանությունները գնալով շատանում են։ Նաև մենք ունենք արտագնայի խնդրեմը, երբ որ իբրև կանոն հայրը բացակա է լինում, կամ էլ մեծ չի քանակը, ունեմ ընտանիքներ, որտեղ եւ հայրը եւ մայրն են բացակա, երեխաները մնում են տատիկների, պապիկների հոգատության տակ, այն երեխան, որին մեծացնում է ծնողը, նա մի տիպի մարդ է դառնում, իսկ եթե մեծացնում է տատիկը, պապիկը, նա բոլորովին ուրիշ տիպի մարդ է դառնում, կամ էլ երկուսն էլ կան, բայց ինքան են աշխատում, ժամը 9-ին գալիս են տուն, ժամանակ չունեն, ես դա կոչվում եմ, որ ծնողը հացի մեջ աղջկա, նա ամբողջ օրը իր երեխայի համար աշխատում է, որ կարողանա քիչ թե շատ բարեկեցություն են միջին մակարդակը ապահովի, եւ նա երեխային բաց է թողնում, բաց է տեղը, արդեն շրջապատ, ընկերներ, տարօրինակ ինֆորմացիաներ, բոլորովին այդ բաներն է մտնում։ Տեսեք ինչքան բաների մասին մենք պետք է մտածենք եւ ունենանք պատասխաններ այդ հարցերի։